Լինոց-Մինդա քաղաքում Ազատության փողոցում շարունակվում է ջրամատակարարման ընկերության սպասարկման կենտրոնի շինարարական աշխատանքները։ Գոյություն ունեցող 200 քառակուսի մետր մակերեսով շենքին կավելանա ևս 200 քառակուսի մետր նորակառույց հատված։ Նոր շենքի հիմքն արդեն պատրաստ է, իսկ այժմ ընթանում են սյուների կառուցման աշխատանքներ։ Եղլա ჩვენ მიმყովებით ქალაქ Լինոց-Მინდაში თავისუფლების ქუჩაზე გაერთიანებული წყალმომარაგების სერვის ცენტრის მიმდებარე ტერიტორიაზე, Հիմա մենք գտնվում ենք Լինոց-Մինդա քաղաքում Ազատության փողոցում ջրամատակարարման ծառայության կենտրոնի ներկայիս տարածքում, որտեղ կար 200 քառակուսի մետր մակերեսով նշված շենքին լրացուցիչ ավելացվելու է նաև 200 քառակուսի մետր շինություն, որի հիմքն արդեն լցված է։ Ընթանում է սյուների կառուցումը։ Մոտավորապես այս ամսվա վերջում արդեն նախատեսում ենք տանիքի աշխատանքները։ Նաև հին շենքում ամբողջությամբ հանվել են սվաղը, հիմքում լցվել է բետոն եւ ընթանում է նոր շաղարշի պատրաստումը։ Հին շենքի վրա նույնպես կատարվում են այդ աշխատանքները, իսկ նոր շենքի վրա կկատարվի շաղաշապատում եւ կկահավորվի եվրոպական չափանիշներին համապատասխան։ Ինչպես պատուհանները, այնպես էլ ջերմամեկուսացումը նախատեսված են տվյալ շենքի համար։ Շենքը կունենա ջեռուցում եւ բոլոր մարդկային պայմանները։ Մեր ժամանակացույցի համաձայն ցանկություն ունենք, որ մինչև օգոստոսի վերջը նշված շենքն ավարտված լինի եւ հանձնվի շահագործման։ Ერთი სიტყვით, სამუშაოები მიმდინარეობს აქტიურად და ასეთი აქტიური ტემპით გაგრძელდება სამუშაოები։ Զուգահեռաբար վերանորոգվում է նաև հին շենքը, ապահովամոնտաժել են հին շերտերը, կատարվել են բետոնապատման աշխատանքներ եւ իրականացվում են նոր հարդարում։ Նախագծի համաձայն շենքը կհամապատասխանի ժամանակակից եվրոպական չափանիշերին, կունենա ջերմամեկուսացում, նոր պատուհաններ, ջեռուցման համակարգ եւ աշխատակիցների համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Աշխատանքներ շատ լավ հիմնարկ է, շատ լավ փողեր կդան մարդիկ, շատ հարմարությունով Ուզում կոմիջև օգոստոսի վերջ բերձուգեր մենք գործն ավարտի հասցնենք։ Շինարարներն ակնկալում են, որ աշխատանքները կավարտվեն մինչև օգոստոսի վերջը։ Նոր եւ ընդլայնված սպասարկման կենտրոնը կարևոր նշանակություն կունենա բնակիչների համար, քանի որ կբարելավի սպասարկման որակ եւ կստեղծի ավելի հարմար պայմաններ քաղաքացիների խնդիրներին արագ արձագանքելու համար։ Նախագիծը միտված է հանրության բարեկեցությանն ու բնակիչների կյանքի որակի բարձրացմանը։